Բարև ձեզ։ Արարատնյուզի տաղավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Բարև ձեզ, պարոն Թորոսյան։ Շնորհակալ ենք մեր հավելումներին։ Պարոն Թորոսյան, 3 մետրոյում տեղի ունեցավ միջադեպ, որին ներկա եք նաև դուք։ Արցախցի կնոջ խոսույթը ձեզ համար, ձեր թիմի համար արդյոք անակնկալ էր, որ նման էմոցիոնալ արձագանք եղավ։ Ես իրականում հենց վարչապետի կողքն էի նստած, չգիտեմ կադրերում երևում է թե չէ, եւ մենք շփվում ենք մեր բոլոր քաղաքացիների եւ նույնիսկ ոչ քաղաքացիների, հայրենակիցների հետ, եւ կան քաղաքացիներ, որոնք չեն կիսում մեր քաղաքական հայացքները, եւ դա նորմալ է ժողովրդավարական երկրներում, նորմալ է այն չէ, երբ որ այդ ամեն ինչը ինչ որ տենց ինքնադրսևորվելու առիթ է դառնում, էլի ենք ունեցել, գիտեք, այլ բնակավայրերում եւ մենք դրան վերաբերվում ենք հենց այդ տրամաբանության մեջ եւ ավելին վարչապետը հաճախ մենք էլ զրույցի ենք բռնվում մեր այդ քաղաքացիների հետ, երկխոսության, փորձելով բացատրել մեր տեսակետները, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ քաղաքացիներն են այնպիսի հարցադրումներ անում, որոնք որ էմոցիոնալ ինչ որ արձագանք են առաջացնում, լինում է նույնիսկ սադրանքի հասնող քայլեր, որտեղ երեք մի ուրիշ նման դեպքեր եղել Շենգավիթ վարչական շրջանում, ու մենք դրանց մասին հրապարակային խոսում ենք, ու ամենահետաքրքիրը որն է, որ այդ ամեն ինչը տեղի ունենում ուղիղ եթերում եւ մեր ուղիղ եթերում, հասկանում եք, այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջի ուղիղ եթերում, եւ թե մենք այդտեղ խնդիր ունենայինք, նախ այդ ուղիղ եթերը չէր լինի, որտեղ ուղիղ եթերի ժամանակ կարող են ցանկացած բան, ցանկացած արտահայտություն կարող է հնչել, որևէ մեկի կողմից։ Եվ կամ կանջատեինք ուղիղ եթերը, կասեինք բան, սա մեր համար ցանկալի չի եւ եկեք անջատենք ուղիղ եթերը, բայց ոչ, մենք կարծում ենք, որ ամեն ինչ թափանցիկ եւ պարզ պետք է ներկայացվում է ժողովրդին, այդ թվում մեր պատասխանը, տարբեր հարցադրումների կլինեն, դրանք մեղադրական կամ այլ տեսակի եւ երեք եղավ որոշակի էմոցիոնալ պատասխան, վարչապետի կողմից, որին ինքը հենց անդրադարձավ, բազմիցս անդրադարձավ նույնիսկ կարելի ասել, ինչը նորից քննադատվեց մեր ուրիշ քաղաքացիների կողմից, որ ինչու է այդքան շատ, ներողություն խնդրում, ներողություն խնդրելը դա ուժեղ մարդուն հարիր արարք է, ոչ թե հակառակը, եւ մենք միշտ նաեւ դրանով ենք ուժեղ եղել, որ եթե կարծել ենք, որ մեր որևէ արարք, մեր որևէ քաղաքացու կարող է վիրավորած լինել կամ խոցած լինել, այսպես ասած, դրա մեջ որևէ վատ բան չկա ներողություն խնդրելու, բայց նաև պետք է հասկանալ բովանդակությունը, խոսակցության բովանդակությունը այն էր, որ մոտարապես այդ մեր հայրենակիցին շատ չի հետաքրքրում Հայաստանի Հանրապետությունը, իրեն հետաքրքրում է Ղարաբաղը, որը չգիտես թե ինչու մենք ենք հանձնել եւ ոչ թե օրինակ իր հենց կողմից ընտրված եւ նաեւ չընտրված իշխանությունները, որոնք ամեն ինչ արեցին, որ այդ տեղի ունենա եւ հայաթափումը Ղարաբաղի եւ նաեւ իրավական արձանագրումը եւ վարչապետը փորձեց բացատրել, որ տենց չի, որ մեր իշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը այնքան բան արել էր նաեւ Ղարաբաղի համար, որ որևէ իշխանություն չի արել եւ որևէ ձևով մեղադրանքները մեր հասցեին հիմնավոր չեն, ու սա մի բան էր, որը ասվել է բազմիցս, այս նոր բան չի ասել վարչապետը եւ եղավ այն մնացածն արդեն գիտեք։ Ձեր իշխանությունը տարբեր ընդդիմադիրներ, իրավապաշտպաններ մեղադրում են ատելության գեներացման համար ու քարոզարշավը դեռ առջևում է։ Դուք թիմում նման հարցեր քննարկում եք, որպեսզի խուսափեք այդ միջադեպերից։ Մենք ոչ միայն քննարկում ենք, մենք ունենք մեր ներքին կանոնակարգը, որը հրապարակել ենք այդ թվում եւ հետեւում ենք այդ կանոնակարգին, եւ եթե ատելության խոսքի մեջ ինչ-որ մեկին պետքա մեղադրել, ենթադրում եմ պետքա մեղադրել այն մարդկանց, ովքեր մեզ են մեղադրում դրանում, հատկապես ընդդիմադիր դաշտից, երբ որ մարդիկ ընդհանուր ֆիզիկական բռնության կոչեր, ոչնչացման կոչեր, ինչ ասես որ չեն անում, բայց մեր իրավապաշտպանները մենակ մեզ են մեղադրում դրանում, երբ որ լինում է օրինակ մի ընդհանրապես էմոցիոնալ թեկուզ պորտկում, մեր կողմից, որը այդ թվում, որի վերաբերյալ մենք ներողություն, այսքանի անգամ է ներողություն խնդրել մեզ, ասենք, հրապարակային դատաստան տեսնելու կոչեր անող ընդդիմադիր ուժերին
քանի անգամ են կոչեր հնչել այդ բաներին, փողոցում ինչ որ կախաղաններ, գնդակահարություններ բեմադրած ուժերին, ոչ մի, եւ մենք կարծում ենք, որ այո, քաղաքական պիտի լինի բանավեճը, բայց մեր ընդդիմադիրները մեծամասամբ էլի, ոչ բոլորը ունակ չեն պարզապես քաղաքական բանավեճի, դրա համար էլ հիմնականում սահմաններն անցնում են, մենք էլ մեր մասով հավատարիմ ենք այդ ամեն ինչին ինչ որ ասել ենք եւ փորձելու ենք հենց դրա մեջ տեղավորել, բայց նաեւ չենք վարանելու իրերը իրենց անուններով կոչել, հասկանում եք, որ դու իրերը իրենց անունով ես կոչում, դա չի նշանակում, որ դու ինչ որ ատելության մթնոլորտ ես սերմանում եւ այլն, բայց հա, պետքա կառավարել այդ ամեն ինչը։ Տեսեք, դուք էլ ակնարկեցիք եւ իշխանության հետ ասոցացվող տարբեր անձինք ձեր աջակիցները Արմինե Մոսյանի 5 գրառումներն են հիշեցնում, որտեղ վիրավորանքներ կան հեղափոխությանը մասնակցած անձանց նկատմամբ, բայց որքանով է ճիշտ դրանք հիմա հիշել, երբ այդ գրառումները արվել են օրինակ արցախցիների տեղահանման կամ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակման ժամանակ։ Որքանով է տեղին կամ ոչ տեղին հիշելը դժվար հարց է, եթե այդ միջադեպը չլներ, տեղին չլինի հիշելու, որտեղ ոչ մեկ չէր իմանա այդ տիկնոջ մասին եւ ոչ մեկ չէր հետաքրքրվի իր անձով, հա, բայց երբ որ օրինակ դու մետրոյում, որը արդեն ինքնին մի հանդիպող մի բան է, հա, վարչապետին ես հանդիպում ու տենց փորձում ես հանդիմանել, այդ թվում տեսնելով որ ուղի եթերում է եւ վարչապետը ընդամենը ոնց եղավ, ասեց խոսքի ուզեցավ բռնվի վարչապետը, մեր Հայաստանի բանը քարտեզը տալու, հա, աղջիկը ասեց որ չի ուզում ինքը Ղարաբաղից է եւ այլն, վարչապետն ասեց իսկ կարող եմ այս բանը տալ ընդամենը, հա, մեր քարտեզը, հա, որը որ կարելի է փակցնել շորերի վրա, ու այդտեղից սկսեց ագրեսիան, որ այդ մեր քարտեզի նկատմամբ եղավ տես կամահրական վերաբերմունք, ագրեսիվ նույնիսկ վերաբերմունք, եւ շատ զարմանալի է, որ ապրելով Հայաստանի Հանրապետությունում եւ մեր կողմից էլ պետության կողմից ստանալով ըստ էության ամեն ինչ, մեր բոլոր աջակցության ծրագրերը, ել չասած մինչեւ այդ աջակցությունները Ղարաբաղում ապրելու ժամանակ եւ ըստ էության բոլորս է գիտենք, որ Ղարաբաղը վերջի իր ստեղծման օրվանից, հա, եթե այդպես կարելի ասել, ապրել է Հայաստանի Հանրապետության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես չեմ անձնավորում, ես բոլոր Հայաստանի Հանրապետության, ու այդպիսի կամահարական վերաբերմունք ունենալ Հայաստանի Հանրապետության հանդեպ, շատ դժվար է զսպել էմոցիաները այդ վիճակում։ Կան նաև մեկնաբանություններ, որ ովքեր իսկապես Լեռնային Ղարաբաղից փախել են ռազմաքաղաքական ղեկավարությունը, օրինակ նրանցից մեկը Վիտալի Բալասանյանը ազատ շրջում է ու նաև Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություններ է անում, ու իշխանությունից այս առումով չկա դրան զսպելու կամ այդ անձին օրինակ պատասխանատվության ենթարկելու որևէ քայլ։ Ցանկացած քաղաքացի, ով քրեական օրենսգրքով նախատեսված կարարք է անում Հայաստանի Հանրապետությունում, ստանում է դրա իրավական պատասխանը։ Քաղաքական հայտարարությունները միշտ չի, որ հատում են այդ սահմանները, եւ ես չեմ դա գնահատողը, դա գնահատում են քննիչները, փորձագետները, դատախազները, դատավորները, բայց նաեւ այդպիսի հայտարարությունները, որոնք որ ըստ էության Հայաստանը պատկերացնում են ոչ թե անկախ, այլ մեկ ուրիշ ինչ-որ միավորման կազմում, նաեւ լավ ցուցիչ են ցույց տալու այդ մարդկանց իրական նպատակները։ Եվ նախկինում, ինչպիսին են եղել Ղարաբաղյան հարցով Հայաստանը միշտ պահել թակարդի մեջ, պահելով այդ ռուսական ծիրում, հա, այսպես ասած, եւ նաեւ ըստ էության հպատակության տակ, եւ նաեւ հիմա, որ նույն բանը ուզում են նաեւ անել հիմա, այդ թվում Ղարաբաղը հանձնելուց հետո, հա, այդ հանձնել բառը իրենք շատ են սիրում։ Եվ մեր քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն։ Իրանք ուզում են ինքնիշխան, անկախ պետություն, թե ուզում են չպետություն, մի ինչ-որ միավորման մեջ, որտեղ ոչ մարդու իրավունք, ոչ ժողովրդավարություն, ոչինչ չկա, եւ վաղը կարող են դառնալ, ասենք, թնդանոթի միս ինչ-որ մի հատ ճակատում այդ մեծ կայսրության, որը հաճախ նաև տեղի է ունեցել, այդ առումով է պետք դիտարկել այդ հայտարարությունները, իսկ եթե կլինի օրենքով սահմանված շեմերի հատում, այդ դրան արձագանք միանշանակ կլինի եւ լինում է, եւ դուք նաև տեսնում եք, երբ որ օրինակ
ռազմական հեղաշրջման կոչեր են հնչում, ելի իրավապահ համակարգը արձագանքում է կամ իշխանության բռնազավթման կոչեր են հնչում, ելի իրավապահ համակարգը արձագանքում է, եւ մենք պետք է իրավական հարցության մեջ նայենք եւ ոչ թե միայն մեր ցանկությունների, հա, որ օրինակ ես կուզեի տեսնել այսիշ մարդուն բանտում, ես էլ շատ բան կուզեի, բայց պետությունը տենց չի աշխատում։ Պարոն Թորոսյան, դուք սոցիալական համերաշխության խնդիր տեսնում եք Ղարաբաղի բնակչության եւ Հայաստանի բնակչության ու այդ առումով քայլեր պետք է արվեն։ Տեսնում ենք եւ մեր քայլերը առաջին օրվանից տեղահանման միայն դրան են միտված, միայն դրան, թե ֆինանսական աջակցությունը իրենց, որ մինչ օրս շարունակվում է 150 միլիարդ դրամ համարյա գումարը ծախսվել դրա վրա մինչ օրս եւ թե իրենց ինտեգրումը կրթական համակարգում, իրենց ինտեգրումը առողջապահական համակարգում, իրենց ինտեգրումը աշխատաշուկայում, մենք 30,000-ից ավել աշխատող Ղարաբաղից եկած հայրենակիցներ ունենք, խոսում է հենց սոցիալական համերաշխության մասին եւ մենք նրանց չենք տարբերում մեզնից, ավելին, այսինքն տարբերում ենք, բայց լավով ենք տարբերում, որտեղ մենք մեր այդքան քաղաքացիները օրինակ այդքան դրամական աջակցություն չենք տալիս։ Չնայած մենք ունենք քաղաքացիներ, որ իրենցից շատ ավելի վատ են ապրում, բայց մենք նրանց համարելով, որ իրանք դժվարին իրավիճակում են, շարունակում ենք այդ աջակցությունը տրամադրել, որ իրանք հնարավորինս ամբողջությամբ ինտեգրվեն։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակային հայտարարություններին, այդ մենք չէ որ այդ այսպես կոչված սեպ ենք խրում նրանց եւ մեր միջև, մենք նրանց ոչինչով չենք տարբերում մեզնից, նրանք մեր քույրերն են եւ եղբայրները, ծնողները, տատիկ, պապիկները, երեխաները, իմ համար ոչ մի տարբերություն չկա։ Բայց երբ որ հենց իրենց ինքնակոչ ներկայացուցիչներ ինչ որ հայտարարություններ են անում, ներկայանում են որպես իրենց ներկայացուցիչ եւ ինչ որ անհասկանալի պահանջներ են դրում, այդ ժամանակ է առաջանում այդ լարումը հասկանում եք, եթե նրանք իրենց վերաբերվեն, այսինքն իրենց տեղը իմանան, որպես հա Ղարաբաղի որևէ մի քաղաքացի, ոչ թե ասեն ես այս ինչ որ ազգային ժողովի падգամավոր եմ, ես նախարար եմ, ես չգիտեմ ինչ եմ ու սրեն իրավիճակը ոչ մի սրում էլ չի առաջանա։ Մենք հիմա օրինակ 5000-ից ավել արդեն սերտիֆիկատ ունենք տրամադրած, 2000-ից ավել իրացված սերտիֆիկատ ունենք, որոնք որ տներ են մարդիկ, վերջերս էլի հանդիպում եղավ նրանց այդ վարչապետի գլխավորությամբ, մենք որոշումներ կայացրեցինք, որ Երևանամերձ բնակավայրերում կավելացնենք սերտիֆիկատների թիվը, որպեսզի հնարավորինս ավելի շատ իրացումներ տեղ ունենան։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ դա մեր թիմն մեկ նպատակն է։ Ինտեգրում Հայաստանի Հանրապետությունում եւ ինչպես վարչապետն է ասում, որպեսզի նրանք տնավորվեն այստեղ եւ այլ հայրենիքներ չփնտրեն։ Այդ սերտիֆիկատը 3-ից 4 միլիոն դարձավ, դա մեկնաբանվում է որպես նախընտրական քայլ պարզապես։ Այդ մարդկանց մի մասը դեռ իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Իսկ օրինակ որ նույն բանը արել էինք մոտ 150 համայնքների համար 2025 թվականի հուլիսին, դա էր նախընտրական քայլ, կամ որ այս ծրագիրը 2024-ի մայիսին սկսել ենք, դա էր նախընտրական քայլ։ Այսինքն ամեն ինչ կարելի է ասել, որ նախընտրական քայլ էր։ Վարչապետը եւ ձեր թիմի տարբեր ներկայացուցիչներ նշում են, որ եթե համանդրական մեծամասնություն խորհրդարանական ընտրություններում չստանաք, նոր սեպտեմբերյան պատերազմ է սպասվում ու սա մեկնաբանվում է որպես սեփական ժողովրդի հանդեպ սպառնալիք։ Նախ մենք չենք ասել, որ եթե համանդրական, ասել ենք, եթե մենք ընտրություններում հաղթեն այն ուժերը, որոնք ուզում են խաղաղության պայմանների վերաբանակցում իրականացնել, իսկ ըստ էության գրեթե բոլոր ուժերը այդպես են ուզում ընդդիմադիր որոշ բացառություններով, որ խաղաղությունը արժանապատիվ չի, ես վերջերս ասում եմ խաղաղությունը ուժեղ չի, չգիտեմ այդ ուժեղն ու արժանապատիվ խաղաղությունը որն է, ընդհանրապես խաղաղությունը գոյական է, որ այնքան ընդգրկուն է, որ իրան ածականներ պետք չեն նկարագրելու համար կամ այն կա կամ չկա, կամ չգիտեմ այնտեղ խաղաղություն պիտի լինի, բայց հայերի վերադարձով Ղարաբաղ փոփոխություն կա, կներեք, օրինակ Նարեկ Կարապետյանը 2 ամիս առաջ ասում էր, որ պետք է ամրագրել Ղարաբաղցիների վերադարձը, հիմա ասում է, որ պետք է տնավորման գործընթացը կազմակերպել։ Ուրեմն իրենց երևի այսպես ասած Զամորսկի օտար երկրա խորհրդատուները սկսել են մի քիչ ավելի շատ մտածել, ուզում են իրենց տված փողը լավ աշխատեն, հա, այսպես ասած, տարբեր Իսրայելից ունեին, չգիտեմ որտեղից էլ ունեն, երևի ինչ որ սկսել են լավ խորհուրդներ տալ վերջապես, բայց ընդհանուր առմամբ այդ ռևանշիզմը, որ կա այդ ուժերի մեջ, անկնհայտորեն բերելու է բախման, չի կարող չբերել, հա, բախման։ Եթե իրենք դժգոհ են այսօրվա խաղաղության պայմաններից, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ
այսօրվա հաստատված խաղաղությունը ամենամեծ ձեռքբերումն է մեր վերջին տարիների, ըստ էության մեր անկախ պետականության, եթե այսպես ասեմ, եւ այն չի կարելի սակարկել որևէ դեպքում, եւ նրանք տեսնելով թե որ ուժերն են կանգնած այդ խաղաղությանը, պետքա տեր կանգնեն դրան, պետքա տեր կանգնեն խաղաղությանը։ Իսկ համանդրական մեծամասնությունը մեծ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք համանդրական հանրակրվե նախաձեռնենք այնպիսի մի համանդրություն ունենալու նպատակով, որ օրգանական կապի մեջ է մեր ժողովրդի հետ եւ ոչ թե օտար մի փաստաթուղթ է, որ մեր քաղաքացիներն չեն համարում իրենցը։ Մեր խնդրեմը այդտեղ է համանդրության հետ եւ ԿՊ-ում քննարկումները որտեղ են հասել համանդրության։ Աշխատանքային քննարկումների փուլում ենք համանդրության տարբեր հոդվածների վերաբերյալ եւ մի պատշաճ պահի նաեւ նախագիծը կդրվի արդեն հանրային դատի եւ այդտեղ որևէ գաղտնիք չկա, որտեղ այնտեղ չի լինելու մի բան, որի մասին մենք արդեն չենք խոսել, հասկանում եք։ Մեր տարբերությունը նաեւ մեր այլ քաղաքական ուժերից այն է, որ մենք ամեն ինչ սկզբում ասում ենք, հետո նոր ցույց ենք տալիս, ոչ թե ցույց ենք տալիս, հետո սկսում ենք բացատրել, թե ինչա մեջը գրած։ Օրինակ նույն չգիտեմ, մի հայտնի օրինակ կա միշտ գալիս ԵԱՏՄ անդամակցության ժամանակ, երբ որ դու բանակցում ես Եվրոպական ասոցիացիա, մեկ էլ մի գիշերում որոշում ես ԵԱՏՄ անդամ դառնալ, հետո սկսում ես բացատրել ինչու։ Մեր մոտ տես չի։ Մենք նույնիսկ ԵՄ ինտեգրացիան ենք ամեն ինչ հրապարակային ասում, նոր անցնում փաստաթղթերի, այս դեպքում նույնպես։ Քան որևէ բան, որը որ մենք նախապես չենք հայտարարել, այդտեղ չել ենթադրվում, որ կլինի։ Որոշակի կարծես թե արտահոսքեր եղել համանդրական փոփոխություններից, ընդդիմադիր լրատվամիջոցները դա մեկնաբանում են փոփոխությունները, որ դրանով մեր ինքնությունն ենք մոռացության մատնում, այնտեղ կնոջ եւ տղամարդու հավասարության մասին կարծես թե խոսք կար, որ մեր ընտանիքներն է վտանգվելու նոր փոփոխություններով։ Կնոջ եւ լավ չհասկացա։ Ես էլ լավ չեմ հասկացել, ճիշտն ասած։ Դե գիտեք, այդ խավարամտությունն ու խավարասերությունը այնպես չի, որ նորություն է այդ հանրույթում, հա, այսպես ասած, բայց դրանք ինչ թվում է, ինչ որ մեկի մոտից ձեռբերված որ աշխատանքային փաստաթղթեր են, որոնք որ կարող են նույնիսկ այդ վերցնելու պայից 5 րոպե հետո արդեն փոխված լինել, իսկ ինչ վերաբերում շատ կոնկրետ հոդվածներին, հիմա էլ մեր համանդրությամբ կանայք եւ տղամարդիկ եւ բոլոր մարդիկ հավասար են ու ոչ մի հիմքով խտրականության իրավունք չկա շատ վաղուց մեր օրենքներով եւ աշխարհի գրեթե բոլոր երկրների օրենքներով ու որոշ երևի բացառությունները, որտեղ վստահ եմ այդ ընդդիմադիրները չէին ուզենա ապրել։ Պարոն Թորոսյան, Իշխան Սաղաթելյանը մի կողմից ասում է մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ բանակցությունների, Ադրբեջանի հետ բանակցությունների ու խաղաղ հարաբերվելու, բայց դա պետք է հենց խաղաղության մասին լինի, բայց օրինակ Աննա Գրիգորյանը հայտարարում է, որ Արարատն էլ է մերը, Դադի վանքն էլ է մերը։ Խոսվի թե հակասությունները։ Շատ եմ ասել սրա մասին, իրենց, չգիտեմ, պերճանքն է թե թշվառությունը ընդդիմության, որ նրանք այդպես էլ չեն կողմնորոշում նախ մեզ ինչու մեղադրեն, որտեղ իրենք մեզ մեղադրում են հաճախ իրար հակասող բաների մեջ, հա, հակադիր տեսակետների մեջ, եւ իրենք էլ նույն կերպ հակադիր եւ հակասող տեսակետներ են հայտնում եւ դրա համար էլ հաջողության չեն հասնում, այսինքն չկա հաստատակամություն եւ գաղափարների եւ վարքագծի մեջ այդ ուժերի, կարևորը պահի տակ հասկանան ինչ ասեն, որ մնան ջրի վրա, հա, որ չխորտակվեն ընդհանրապես, թեև վաղուց արդեն խորտակվածի կարգավիճակում են այդ ուժերը, նույն դաշնակցությունը իր 100-ից ավել ամյա պատմությամբ կամ այդ նորաթուխ ուժերը, որոնք որ երբ որ բանավեճի ես մտնում նրանց հետ, պարզապես մի քանի հարցից հետո սկսում են արդեն անկանոն շարժումներ անել, որովհետև չեն կարողանում տրամաբանորեն տակից դուրս գալ, հա։ Okay, դե այսքան հավակնություն չունես հարևանի տարածքի վրա, բայց խաղաղություն ես ուզում իր հետ։ Հրաշալի է, ես էլ ասում եմ, ես հաճախ ասում եմ, ես այդ եզերագնաց եմ, բայց ես տենց չի էլի, տենց չի աշխատում տրամաբանությունը եւ ընդհանրապես առողջ բանականությունը։ Բայց իրենք ասում են, որ դուք ուզում եք մոռացության մատնել օրինակ Դադի վանքի հայկականությունը։ Ինչ է նշանակում Դադի վանքի հայկականությունը, էլի ասենք, ինչ կարա բացատրի։ Որ պատմությունից գրքերի մեջ գրած։ Չէ, մենք չենք ուզում ոչ մի բան պատմությունից ջնջել եւ հակառակը, մենք ուզում ենք, որ պատմությունը լավ հիշենք, որպեսզի երբեք չկրկնենք այդ պատմությունը։ Պատմությունը նրա համար է, որպեսզի նրանից դասեր քաղես եւ չկրկնես, ոչ թե հակառակը։
պատմության մեջ գրած այդ վատ դասերը վերցնես ու ամեն 50 տարին մեկ կամ 100 տարի մեկ ասես եկեք նույն բանը անենք, հերթական այնպիսի քայլեր անենք, որ հերթական վանքը այլևս մերը չլինի, հերթական բերդաքաղաքը այլևս մերը չլինի, Կարսի անկումը մեզ օրինակ եւ Ղարաբաղյան վերջի դեպքերն էլ որպես վերջի ապացույց է ամեն ինչի։ Քոչարյանի խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ասում է, որ ամենից շատ դպրոցներ հենց Քոչարյանի կառավարման շրջանում է կառուցվել, ավելի քան 120 դպրոց, իսկ դուք սահմանամերձ գյուղերում փակում եք 230 դպրոց։ Գիտեք ինչ կա, չգիտեմ ով ինչ է ասում, բայց մաթեմատիկան եւ թվերը շատ բան են, դաժան բան են, շատ դաժան։ Եվ տենց որ ուժը խփում ես դրանով գլխին կարողա ուժ կգնա էլի որևէ մարդու։ Ես հիշում եմ Լինսի հիմնադրամի պրոյեկտները 2000-ականների սկզբին, երբ որ Քոչարյանը տենց բան էր ստացել, նույնիսկ մականուն էր ստացել որպես կառուցիչ, հա, որտեղ ինքը կառուցում էր այդ ամեն ինչը, ու այնտեղ ինչ որ 200 թե 300 կիլոմետր ճանապարհի մասին էր խոսքը, այդ ամբողջ պրոյեկտի շրջանակներում, երբ որ մենք հիմա ամեն տարի 500 կիլոմետր ենք կառուցում, ամեն տարի հասկանում եք, ինքը այդ ամբողջ պրոյեկտն էր։ Մենք 300 դպրոց ենք կառուցել, վերակառուցել եւ 500 մանկապարտեզ եւ եւս 300-ը կառուցել եւ վերակառուցելու ենք մյուս հենգամյակում, իսկ Քոչարյանը չգիտեմ քանի դպրոցա կառուցել, եթե իրոք կառուցել է, բայց գիտեմ որ իր կառավարման տարիներին տասնյակ դպրոցներ արզապես ավերակի են վերածվել, իսկ մանկապարտեզներ քանդվել կամ սեփականաշնորհվել են եւ առնվազն այդ խմբակցության ներկայացուցիչը նույնիսկ եթե մի փոքր անգամ բարոյականություն ունենար, քաղաքական բարոյականություն, գոնե դրա մասին չպետք է լռեր պարզապես, հա, պարզապես պետք է լռեր։ Ինչ վերաբերում է մեր համայնքներում դպրոցներ կառուցելուն, նաև գյուղական, մենք նոր դպրոցներ ենք կառուցում եւ մեր երեխաներին տալիս ենք նոր պայմաններ սովորելու, այդ թվում կողքի գյուղերի։ Եվ դրանով պայմանավորվեց նաև մենք այդ կողքի գյուղերում բնական շինության ծրագիր ենք սկսում եւ դպրոցա այն գյուղում որտեղ որ դպրոցը կա եւ այն կողքի գյուղերում մեր 16 միլիոն դրամների ծրագրի շրջանակներում մոտ մի քանի 100 տան քվոտա ենք տվել, որպեսզի այն դպրոցներում որտեղ որ աշակերտների թիվը թափուր է կարողանան նոր տներ կառուցել այդ գյուղում եւ հարակից գյուղերում, որը որ սպասարկելու այդ դպրոցը, որպեսզի մարդիկ տեղափոխվեն այդտեղ եւ օգտվեն այդ դպրոցից։ Մենք ոչ թե փակում ենք ինչ որ բան, այլ բացում ենք իսկական դպրոցներ։ Դպրոցը, որը ունի 1 աշակերտ կամ լավ 5 աշակերտ կամ 5 ուսուցիչ չի կարող համարվել, դա դպրոց չի, հասկանում եք։ Դպրոցը ունի պետք է ունենա բովանդակություն, դպրոցը պետք է ունենա պայման, դպրոցը պետք է երեխային դաստիարակի, ոչ թե պարզապես ժամանակ, դպրոցը պետք է միջավայր ապահովի այլ երեխաների հետ, ոչ թե պարզապես առավոտ գնաս, ասենք 1-ին կամ 2-ին տուն գնաս, դա դպրոց չի, դա պարզապես ինչ որ անհասկանալի մի միջավայր ա եղել, որի մեղավորը հիմնական հենց Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն են Հայաստանում նաև արտագաղթի մեղավոր լինելով միլիոնավոր մարդկանց, որոնք որ ի վերջո ըստ էության դատարկել են այդ գյուղերը, այդ արտագաղթը եւ երեխաներին թողել են մի քանի հոգով դպրոցում։ Իսկ մենք անում ենք հակառակը, մենք նաև ներգաղթ ունենք անցյալ տարի եւ նաև կառուցում ենք դպրոցներ, որտեղ որ երեխաները ու ոչ միայն իդեպ շենքային պայմաններն են կապում, նաև բովանդակությունը, կրթության պետական չափորոշիչը, մասնագիտական չափորոշիչները, նոր դասագրքերը, լաբորատորիաները, ֆիզիկայի, քիմիայի, սպորտ դահլիճները, որ երեխաները պարզապես պետք է երազեին, ես ինքս կերազեի իմ սովորելու տարիներին ունենալ եւ այդ ամեն ինչը կրթության կենտրոնում դնելու մասն է, ամեն ինչի կենտրոնում կրթությունն է, մեր բոլոր քաղաքականությունների կենտրոնում կրթությունն է։ Իսկ այս բանի փորձը կա մի քանի բնակավայրերից տեղափոխելու մարդկանց արձագանքը ինչպիսին է։ Փորձ չգիտեմ կա թե չէ, բայց նաև գիտեմ, որ մենք մեքենաներ ենք ձեռք բերելու եւ մենք ենք այդ տեղափոխումը որոշ դեպքերում կազմակերպելու, եթե չեմ սխալվում, ինչ որ ժամանակ հետո պետք է այդ ծրագիրը մեկնարկի արդեն։ Շատ է խոսվել, բայց թեման արդիական է, թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ պետական միջոցներով պնդում են, որ կաշառք Բա ինչ միջոցներով պետք է լիներ, անձնական միջոցներով չէ լինելու։ Բայց ինչու են ընտրություններից առաջ։ Իսկ ով ասաց, որ միայն ընտրություններից առաջ։ Իսկ ով ասաց, որ ընտրություններից առաջ։ Մենք վերջի 8 տարում 7 անգամ թոշակ ենք բարձրացրել։ Վերջի անգամ հունվարին ենք բարձրացրել հետ վճարով, հիմա էլ բարձրացնում ենք
ուղղակիորեն եւ ուզում եմ հիշել նաեւ մյուս ուժերի հայտարարությունները, ասենք իրենք որ խոստանում են 50% թոշակների ավելացում, կան ինչ-որ անհասկանալի բաներ, դա ընտրական կաշառք չէ եւ խոստում չէ, որտեվ խոստումն էլ է մեր օրենսդրությամբ հավասարացված ընտրակաշառքին, իսկ մեր բարձրացումը, որ մեր կառավարության ծրագրի մեջ գրած է, ընտրակաշառք է, իհարկե ոչ։ Նաեւ ուսանողներին, լավագույն ուսանողներին գումար էին խոստանում։ Այդ կարա ընտրակաշառք դիտվի եւ մեր իրավապահները պետք է ուշադիր լինեն ման հայտարարությունների նկատմամբ։ Մենք արել ենք մեր կառավարության որոշման փոփոխություն, որի իրավունքը ունենք, մենք կատարել ենք մեր կառավարության ծրագիրը, որը խոստացել ենք եւ շարունակելու ենք կատարել, ոչ միայն այդ մասով, այլ բազմաթիվ այլ մասերով։ Իսկ առաջիկայում նախատեսվում է նպաստների բարձրացում, որոշակի ակնկալիք կա սոցիալական նպաստների։ Եթե խոսքը անապահովության նպաստին է վերաբերվում, ոչ, մենք այդ համակարգը բարեփոխելու փուլի մեջ ենք, որը կբերի նպաստների բարձրացման, այսինքն այդ իմաստով այո, որտեղ մենք ունենք հիմա երկու համակարգին համակարգ, որտեղ միջին նպաստը 20000 դրամի շրջանակներում է, որը հասկանալի է, որ այս օրերում ոչինչ է ըստ էության, եւ ունենք նոր համակարգ, որը պիլոտավորում են Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, այնտեղ միջին նպաստը 80000 դրամ է, իսկ առավելագույնը մենք ունենք դեպքեր մինչեւ 200000 դրամ ստանալու։ Դա ավելի ճիշտ գնահատման համակարգով նպաստների շնորհում է, հա, կամ տրամադրում է, երբ որ կարիքն է իրական գնահատվում եւ ոչ թե պարզապես կարգավիճակի բնույթով տրվում է այդ սիմվոլիկ գումարը, այդ իմաստով այո կա, բայց դա պետք է արվի այդ պիլոտի ամբողջ երկրի վրա տարածելու արդյունքում Կոտայքից Սյունիքից դուրս գալով։ Պարոն Թորոսյան, Հայաստանը գնում է աշխատանք խրախուսելու ճանապարհով, ինչպես վարչապետը բազմից հայտարարել է, թե հարկատուները, քաղաքացիները ավելի շատ բեռ են վերցնելու չաշխատող քաղաքացիների։ Միանշանակ առաջի ճանապարհով եւ դրա մասն է խոսում թվերը։ Իհարկե մենք ունենք նաեւ ավելացող թիվ եւ կենսաթոշակառուների եւ նպաստառուների, բայց ոչ անապահովության, այլ ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, անապահովության նպաստառուների մասով մենք ունենք անկում, այսինքն մարդիկ դուրս են գալիս աղքատությունից եւ մեր հիմնական խնդիրը այն է, որպեսզի բոլոր աշխատունակ քաղաքացիները աշխատեն, իսկ աշխատանք կա Հայաստանի Հանրապետությունում, պետք է պարզապես աշխատել եւ վաստակել իր կարիքները հոգալու համար եւ չսպասել, որ պետությունը պարզապես չաշխատող մարդուն օրինակ նպաստ կտա, հակառակը սեփական անձի վրա ներդրում կատարել, վերապատրաստվել, նոր գիտելիքներ, հմտություններ ձեռբերել եւ աշխատել։ Եվ մենք շատ օրինակ 3 էլի մի նման քաղաքացու տեսանք ուղի եթերում, որ 80 տարեկան էր եւ 6 ամիս առաջ էր դուրս եկել աշխատանքից եւ նույնիսկ երբի ափսոսում էր, որ դուրս էր եկել եւ շատ դասական եւ ցցուն օրինակ էր, թե ինչպիսին պետքա լինի մարդը իր կյանքի ամբողջ ընթացքում սովորել, աշխատել։ Բայց նաև քաղաքացիներ են ձեզ հանդիպում, որ այդ բանը ասում են աշխատանք չկա, բայց վարչապետը կանչում է թիմ ղեկավարին, բարձրում է աշխատանք։ Իհարկե կա, մեր մոտ կա գրանցված բազմաթիվ աշխատատեղեր, պարզապես երբեմն քաղաքացիները ունեն մեծ ակնկալիքներ, բայց վարչապետը նաև ճիշտ է ասում, ես չեմ պատկերացնում ոնց կարող է չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր լինել, քան աշխատելու աշխատավարձը, որտեղ դե նույնիսկ ցածր աշխատավարձը, լավ ասենք 500,000 չի կամ 300,000 չի կամ նույնիսկ 200,000 չի, բայց 100,000 է, հա, բայց դու այդ 100,000-ը չես ստանում։ Դու ոնց կարաս ասես ցածր աշխատավարձը։ Ուրեմն ինչ որ այլ եկամուտի աղբյուր կա, որը քեզ թույլ է տալիս քո կենսագործունեությունը ապահովել։ Այսքանը պարոն Թորոսյան, շնորհակալություն։